վերջին շրջանում մեկ-երկու դիտորդական առաքելություն է ավելացել, մինչև այդ միշտ իրենք ինձ հիշելով իրականացնում դիտորդական առաքելություն, ու այդ կետերը իրենց չեն վերաբերելու, այսինքն իրենք այդ հնարավորություն են ունենալու մասնակցել։ Հիմնական կետը, որը կարող է արգելել նորմալ ժողովրդավարական անկախ չեզոք դիտորդական առաքելություն իրականացնելու, դա այն է, որ քարոզչություն կամ հակաքարոզչության համար որևէ սահմանափակում ժամանակային դրված չի։ Եվ ամեն ինչը թողնված է սուբյեկտիվ մոտեցման վրա, կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա։ Իսկ դա, նորից եմ ասում, քանի որ որոշակի գրված չի օրենքի մեջ, ցանկացած դիտորդական առաքելություն, որ կուզենա իրականացնել օրինակ առաջիկա ազգային ժողովի ընտրություններում իր դիտորդական առաքելությունը, նրան ուղղակի կարող են մերժել, որովհետև կարող են ասել, որ այդ դիտորդական առաքելության մեջ կա մեկը, մի դիտորդ, որը սրանից օրինակ մի քանի տարի առաջ այսպիսի Facebook-յան գրառում է արել օրինակ։ Դա եւ ես ասեմ, դա միայն հայկական չի վերաբերվում։ Դա կարող է հիմք հանդիսանալ ցանկացած դիտորդական առաքելություն մերժելու։ Իրենց երելի դիտորդական առաքելությունը իրենք չեն մերժի։ Մենք արդեն սկսել ենք համոզվել, որ քաղաքացիական պայմանագրի մոտ օրենքի կիրառումը բացարձակ ասիմետրիկ է։ Նույն օրենքը, ասենք օրինակ տեսեք, մենք ունենք դեպ Գյումրիի քաղաքապետը եւ Վաղարշապատի նախկին քաղաքապետը մեղադրում են համանման հոդվածներով։ Գյումրիի քաղաքապետը կալանավորված է, Վաղարշապատի քաղաքապետը կալանավորված չի։ Օրենքը բացարձակ ասիմետրիկ կիրառում ունի քաղաքացիական պայմանագրի ժողովրդավարության բաստիոն կոչվող երկրում։ Բացարձակ ասիմետրիկ յուրայինների համար դա մի կերպ է կիրառվում, քաղաքական ընդդիմախոսների համար լրիվ այլ կերպ։ Դրա համար մենք համոզված ենք, որ իրանք էս էլ նույն պրակտիկան են կիրառելու։